Ընդամենը դեռ 2 ամիս առաջ իմ մեքենան գտնվում էր շատ վատ վիճակում, ինչպես տեսնում եք այստեղ։ Բոլոր կողմերից վնասված էր, իսկ հիմա այն այս տեսքով է։ Հիմա դուք չեք տեսնում, դրա համար եկեք ամեն ինչ սկսենք ամենասկզբից։ Սկսեմ նրանից, որ այս մեքենայով ես ունեցել եմ մի քանի տարբեր վթարներ, բայց վթարների մեծամասնությունը չեն եղել իմ մեղավորությամբ։ Ամենամեծ վթարներից մեկը, որ ունեցել եմ, որ մեքենան ամբողջությամբ փչացրել է, դա երբ ես կարմիր լույսի տակ կանգնած էի ու մեկ էլ մի ավտոբուս եկավ ու փչացրեց իմ ամբողջ մեքենայի աջ կողմը։ Դրանից մի քանի ամիս անց մի ուրիշ վթար տեղի ունեցավ ու ամբողջ մեքենայի դիմացը փչացավ։ Ու կարելի է ասել, ես մեքենան վարել եմ իր բոլոր վնասվածքներով մոտ 2 տարի։ 2023 թվականին ես շատ պատահական տեսնում եմ այս նկարները ու մի անգամից սիրահարվում եմ դիզայնին ու որոշում եմ, որ ապագայում պիտի անպայման իմ մեքենան անեմ նման դիզայնով։ Չեմ հավատում, որ իմ մեքենան վերջապես տեսքի է գալու։ Երբ ես արդեն վերջնական որոշեցի, որ մեքենան ամբողջությամբ սարքեմ, որից հետո ներկենք, ես պետք էր հասկանայի, թե ոնց ենք ներկելու։ Ու մի անգամից ես դիմում եմ ինձ շատ հարազատ մի ընկերոջ, ում անունն է Սևակ, միգուցե իրան ճանաչեք, իր էջի անունն է Սևակյան, իր բոլոր գործերի հետ կարող եք ծանոթանալ մտնելով իր Instagram-յան էջ։ Իմ համար ամենաուժեղ ժամանակակից հայ արտիստներից մեկն է Սևակը, ու ես որոշեցի, որ այս նպատակը միասին իրականացնենք։ Ես ու Սևակը արդեն միասին հենց հիմա գնում ենք ներկերը առնելու։ Նաև Սևակի ուճուր տղան Լիո ձեռով վարա։ Մեր խոսքով հավես անցնում մանկապարտեզում։ Հատուկ մեր համար նույնիսկ դարպասներն են այստեղ բացում, այսինչ լավ վերաբերմունք է։ Բարև։ Մենք արդեն գնել ենք 6800 դրամով այս առաջին ներկը ու հիմա շարժվում ենք ուրիշ խանութ, որովհետև սա շատ քիչ է, պետք է մի 2 հատ էլ առնենք, որ արդեն վաղը կարողանանք ներկել այս մեքենան, շատ սիրում մեքենա է դառնալու, չեմ հավատում ինչ ենք անում։ Վերջ, մենք արդեն բոլոր ներկերը գնել ենք, վաղը ինչ ենք անելու, գզարելու ենք։ Ցտեսություն կհանդիպենք վաղը։ Հələ ավելի բարձր ասա։ Ցտեսություն կհանդիպենք վաղը։ Այսօր արդեն մեր երկրորդ օրն է, որը նշանակում է, որ մեքենան ներկելու ժամն է եկել։ Հենց հիմա մտնելու ենք ներս ու իմ մեքենան շամպայնի գույնից դարձնենք սպիտակ։ Գնացինք առմ։ Մոտավորապես 2 ամիս մնաց սարքողի մոտ, քանի որ խնդիրները շատ էին, ինչքան վնասված բան կար մեքենայի վրա կամ սարքել ենք կամ փոխել։ Սկզբում մասնագետը մեքենան ներկեց սպիտակ գույն, որից հետո ես ու Սևակը սև մարկերներով սկսեցինք ներկել մեքենայի վրա գտնվող բոլոր եզրագծերը, որպեսզի մենք ստանանք մեր ուզած 2D էֆեկտը։ Դիզայնի ամբողջ միտքը կայանում է նրանում, որ իբր ինչ-որ մեկը նկարել է թղթի վրա։ Այս դիզայնը կոչվում է 2D կամ էլ cartoon effect։ Հիմա Սևակը կանի արդեն ամենաառաջին գիծը։ Գնացինք 3, 2, 1։ Առաջին գիծը ունենք, մնաց 506 հատ։ Սևը լավ ստացվում, հա? Սևը լավ ստացվում։ Դիմացի շիթը արդեն վերջացրել ենք ու ժամանակն է եկել արդեն մեքենայի վրա անելու սև գծերը։ Այս անգամ արի մեքենայինը ես անեմ առաջինը։ Էսի մեջտեղով հենում ես այստեղ ու գնացես։ Всё։ Ռիսկով, давай։ Լավն ես։ Ուրիշ ինչ իձորով է։ Լավ է։ Հավանում ես։ Ես գնացի։ Ընկեր Սևակ։ Հեյ, Ընկեր Սևակ։ Ինչ ուժեղ է։ Բանի տեղ չի դնում Սևակը մեզ այս ինչպես տեսնում եք։ Հանձնում եմ ձեզ։ Այո։ Սևակ, դու քանի տարի այս գործի մեջ ես նկարչության։ Առաջի դասարանից ես նկարչական թեկնով դպրոց եմ գնացել, կարելի ասել 98 թվականից։ Ոնց նայեք դուրս գալիս է։ Օ, շատ։ Ինչքան կգնա դες 10-ից։ 23։ Արման հավանում ես։ Դե լուրջ ասա։
Չեմ հավատում, որ ես այսքան տարի անց իմ մեքենայի գույնը փոխեցի ու նայեք ինչ եմ արել։ Վուալա, մի հատ նայեք ինչ ենք անում, ես ու Սևակը, ավելի ճիշտ Սևակը եւ ես մի երկու դետալ։ Մի խոսքով մտեք այս լինքով ու նայեք նոր վիդեոն, ալիքումա։ Մնացել է մեքենայի վրա արդեն անենք մեր վերջին դետալը, որը որոշեցինք անել Սևակի ստորագրությունը։ Պատրաստ ես։ Դե անմահացու քո ստորագրությունը մեքենայիս վրա։ Վաու։ Ախպերս, ախ։ Ես որ որոշես ծախես ասես, թանգարանի նման։ Բրծսրինք։ Նստում եմ всё։ Finish։ Finish։ Մնաց դե արդեն վլակը փչի դավոն։ Բարի։ Իսկ հիմա տեսնենք որոշ ռեակցիաներ։ Ահա եւ իմ նոր մեքենան։ Լավն է։ 2 ամսվա գործ։ Վերևն է Սևա սարքած։ Խոսներն ես դուզել։ Հա, հավանում ես։ Ճաշակով աշա։ Կքշեիր ես ավտոն։ Կքշեիր։ Որ իմանայի հա։ Հենց հիմա եկել եմ իմ ընկերներից Արմենին սուրպրիզ անելու իմ մեքենան, առաջին անգամ է տեսնելու, զանգել եմ իրան, ասեց 2 րոպեից հասնում է, տեսնենք իր ռեակցիան։ Հենա, եկավ։ Ոնց ես ախպերս։ Լավ ես։ Հիշում ես քեզ ինչի համար եմ կանչել, բան պիտի ցույց տամ։ Ներկայացման ենք, բայց մի հատ բան պիտի ցույց տամ։ Արի, ինչ եմ արել։ Հեսա մեքենան։ Որը։ Էս ենք հո պայթած Nissan-ն է։ Նույն պայթած Nissan-ն է, այո։ Շատ լավ, շնորհավոր ախտեր։ Չէ, անկեղծ ասա, հավանում ես։ Հա, դե ոնց որ մենակ դու ես դրանից բաց։ Շատ լավ, շնորհավոր։ Ապրես ցավդ են տանեն։ Իսկ հիմա առաջին անգամ եկեք միասին գնանք քաղաքից դուրս ու տեսնենք ինչպես է նայվում մեքենան։ Գնահատեք մեքենայի տեսքը 1-ից 10 բալային համակարգով կոմենտներում։ Դե ես գնացի, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակը, լայքեք այս վիդեոն, հետևեք նաև ինձ Instagram-ում, որպեսզի ծանոթանաք իմ առօրյայի հետ։ Գնացի!